Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսամ մենթորության մասին։ Նյութը հատկապես կարևոր կլինի երիտասարդ պրոֆեսիոնալների եւ մասնագետների համար։ Եթե դուք երիտասարդ եք եւ միայն լսում եք ձեր ծնողների խորհուրդը, ինչը շատ լավ բան է, դուք ամենայն հավանականությամբ ոչնչի չեք հասնի, որովհետեւ ծնողները ունեն բնական վախ, անհանգստություն, հատկապես հայ ծնողները իրենց երեխաների հանդեպ եւ նրանց այդ ավելորդ զգուշությունը եւ անհանգստությունը շատ անգամ ստիպում է նրանց սխալ ճանապարհի վրա դնել իրենց երեխաներին։ Իհարկե սխալ նկատի չունեմ կործանարար, բայց ոչ այն ճանապարհը, ինչը որ երեխան ուզում է իր համար։ Ուրեմն հարգելի երիտասարդներ, գտեք ձեր ոլորտի մի կայացած մարդու եւ պարտադիր չի դուք օֆիցիալ գնաք նրան ասեք դու կլինես իմ մենթորը կամ ես ուզում եմ դու լինես իմ մենթորը։ Ուղղակի սկսեք այդ մարդու հետ աշխատել, հարցեր տալ, քննարկել, միգուցե առաջարկներ ներկայացնել։ Ես իմ փորձից եմ ասում, ժամանակակից աշխարհում մենթոր ունենալը շատ կարևոր նշանակություն ունի։ Ես որ մենթոր ունենայի ժամանակին տնտեսական, ֆինանսական եւ այլն, հիմա շատ ավելի շահեկան դիրքում կլինեի։ Այլ բանա, որ մեր հասարակության մեջ, քանի որ մենք շատ, չգիտեմ, sense անբնական հպարտություն ունենք մեր մեջ եւ այլն, դա լավ չի աշխատում ու դա ունի երկու կողմ։ Նախ մենք խորհուրդ լսել շատ չենք սիրում, մենք ամեն ինչ գիտենք, մեզ խորհուրդ տան, ով են որ մեզ խորհուրդ տան։ Երկրորդ հերթին մի այսպիսի բան եմ նկատում։ Պետք է շատ զգուշ լինեք, շատ մարդկանց, որ 1-2 խորհուրդ ես հարցնում, թեկուզ նրանց սկսում ես ակնկալել որպես մենթոր, շատ նրանցից կարճ ժամանակ հետո իրանց թվում է, ասենք իրանք ձեր հայրն են։ Ու իրանք ոչ թե ձեզ սկսում են մենթորություն անել, այլ ձեզանից ինչ-որ բաներ պահանջել կամ ստիպել, որ չէ, սա հենց սենց ես անելու կամ սա հենց ոնց որ մի քիչ առաջ ասում էի, որ դա ավելի շատ ծնողների գործառույթ է։ Ամեն դեպքում մենթոր ունենալը, եթե դուք ուզում եք լուրջ հաջողություններ ունենալ, կյանքում լուրջ տեղ զբաղացնեք, մենթոր ունենալը շատ կարևոր բան է։ Ձեզ հզոր եւ իր գործը իմացող գործիքի տակ մենթորը պետք։ Շնորհակալություն։